Քիչ առաջ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ հետախուզական տվյալներ է ստացել, որ օտար երկրներից մեկում, փորձեք գուշակել իհարկե որ երկրում, մարդիկ գնում են, ներկայանում են այդ երկրի հատուկ ծառայությունների աշխատող, աշխատակից կամ գործակալ կամ ինչ կուզեք անունը դրեք, հայ բիզնեսմեններին ստիպում են ու ճնշումներ են գործադրում նրանց վրա, որպեսզի նրանք ֆինանսական եւ ոչ միայն ֆինանսական աջակցություն ցուցաբերեն Հայաստանում առաջադրված կամ առաջադրվելիք քաղաքական ուժերից որևիցե մեկին։ Ենթադրում եմ, սա իմ ենթադրությունն է արդեն, բայց սա շարունակությունն է այն բոլոր խոսակցությունների, որ երկրներից մեկում փորձ է արվելու բռնաճնշումներով մարդկանց ուղղորդել Հայաստան ընտրություններին մասնակցելու։ Հիմա ինչ եմ ուզում ասել այս ուղղությամբ։ Գլուխներդ պատին եք տալի, թե մտածում եք, թե օտար մայրաքաղաքներում կամ օտար երկրներում օտար հատուկ ծառայությունները պետք է Հայաստանում ընտրության ելք որոշեն, այ ողորմելիներ։ Եթե ձեզ թվում է, թե օտար երկրի հատուկ ծառայությունները պետք է գնան հայ բիզնեսմենների վզին ձայների քանակ դնեն, նրանք է պետք է այդ մարդկանց ստրուկի տեղ դրած ուղղորդեն Հայաստան, ու դրանով դուք կարողանաք ընտրություններում ինչ-որ արդյունք գրանցեք, գլուխներդ պատին եք տալու։ Չեք տենալու դուք նման բան, չի լինելու նման բան։ Գնացեք ձեր շեֆերին, ձեր պագոնավոր հրամանատարներին ու մնացածին, ասեք «Всё пропало, шеф, не получается»։ Չի լինելու։ Չեք կարողանալու ու ձախողվելու եք։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։